պատմիչների հաղորդման Պապը փորձում էր ինչ-որ կերպ վերականգնել արքունի տնտեսությունն ու եկամուտները, սակայն հաշվի առնելով իր նախորդի Արշակ արքայի հետ տեղի ունեցածը, նա արքունի տնտեսական հիմքերը փորձեց ամրապնդել ոչ թե նախարարական տների հաշվին, այլ եկեղեցու, քանզի ի տարբերություն նախարարների, եկեղեցին զինված չէր և ապստամբելու հնարավորություն ուղղակի չուներ։ Ըստ ամենայնի, Պապին կաշկանդել է Ներսես կաթողիկոսի մեծ հեղինակությունը, և քանի դեռ կար Ներսես մեծը, Պապը վճռական քայլերի չի դիմել եկեղեցու դեմ։ Ըստ Փավստոս Բուզանդի 373 թվականին Պապը Ներսես կաթողիկոսին հրավիրում է եկեղյաց գավառի Խախավան ընթրիքի։ Կաթողիկոսի համար շքեղ ընդունելություն է կազմակերպվում, իսկ Պապ թագավորն անձամբ է մատրվակում Ներսեսին ու հենց ընթրիքի ժամանակ էլ թունավորում է Ներսեսին։ Կաթողիկոսը իսկույն դա հասկանում է և Տիրոջը խնդրելով ընդունել իր հոգին, հեռանում է իր կացարանը։ Նրա մոտ են հավաքվում Մուշեղ Մամիկոնյանը, Հայր Մարտպետը և սեղանակից մյուս նախարարները, ու տեսնելով կաթողիկոսի ծանր վիճակը, առաջարկում են հակաթույն ընդունել, սակայն նա հրաժարվում է։